Ապա վերադառնանք Ռուզանի հարցին։ Եկեղեցում ինչ էին արել, մի հատ նորից կասես։ Այո, եկեղեցում չի կարելի բղավել, որտեվ դա Աստծո տունն է։ Ես այո, ծափ տալ կարելի է, մեծարել կարելի է Աստծուն։ Ուրեմն կրկնում եմ, եկեղեցում բղավել չի կարելի, եկեղեցին վերածել քաղաքական միտինգի չի կարելի, այն բանը, որ քաղաքական գործիչները գնում են եկեղեցի, դա նորմալ է, բայց որ եկեղեցում դու սկսում ես քաղաքական բան, տենց բղավեցին, դրա համար եկեղեցին այսօր ոչ թե եկեղեցին, այլ եկեղեցու որոշ մարդիկ դարել են ոչինչով չտարբերվող, ասենք չգիտեմ, ինչ մարդ կուսակցության տրամաբանության մեջ գտնվող մարդն է։ Այս իրակի մասնակցելու եք այդպես պետք է հանեին քաղաքացուն, որը լավ, ենթադրենք ձեր ասածով առաջնորդենք չէր կարելի որը։ Պետք է մարդուն բռնեին, բերանը ուժեղ փակեին ու շպրտեին։ Չէ, բռնեին, բերանը ուժեղ փակեին, թույլ փակեին։ Կադրեր տեսել եք, այդ մարդը չէր կարող արդեն չէր կարողանում շնչեր։ Դուք կողքը կանգնած եք, զգում եք, որ ինքը դժվար է շնչում։ Ռուզաննա ջան, ուրեմն այն պարագայում, երբ որ այդքան հազարավոր մարդիկ են կամ հարյուրավոր մարդիկ են կամ 50 մարդ է հավաքված, այդ իրավիճակում հիմա ասել մի քիչ բերանը նենց փագեիք, որ շրթունքները բան չեն, լավ խնդրում եմ, էլի, եկեք լուրջ բաներից խոսանք։ Հիմա ուզում հասկանամ, քաղաքական խոսակցության, ես ասում եմ քաղաքական խոսույթ չունի ընդդիմությունը, դու այդտեղից ինձ ընդհատում ես, ասում ես, ոչ, եկա, տենց բան ու սկսում ես, ուրեմն այլախոհություն, Ռուզաննա ջան, դու այլախոհության, Կարինեն այլախոհության եւ մնացած բոլոր այլախոհության ամենավառ ապացույցներն եք։ Այսինքն դուք այլ կարծիք արտահայտելու համար դուք երբևիցե խնդիր ունեցել եք։ Դա լավ չի խոսում ձեր մասին, դա լավ չի խոսում։ Ես օրինակ ունեցել եմ այդ խնդիրները, որտեղ երբ որ ես հրապարակային գործունեությամբ եմ զբաղվել, իմ նկատմամբ, իմ եղբոր նկատմամբ այն ժամանակ եղել է հետապնդում, եղել են ճնշումներ։ Ես զարմանում եմ, որ Սերժի եւ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ ձեր մոտ դա չի եղել, դա նշանակում է, որ համահունչ եզր եք գտել։ Մարդկա եղել է։